ստեղծում էի մի աշխարհ, կարելի է ասել, ստեղծում էի մի միջավայր ու որոշեցի հենց իմ այդ զգացմունքների ֆոնին գրել «Жить значит создавать», որովհետև ես ինձ շատ ողջ էի զգում, երբ ես ստեղծագործում էի։ 100-ից ավելի գեղանկարչական եւ մանրակերտ աշխատանքներ Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջի ցուցասրահում։ Աշխատանքների հեղինակները քոլեջի 2-ից 4-րդ կուրսի ուսանողներն են։ Մտածելակերտ խորագրով տարածական ցուցահանդեսը հեռանկարչություն առարկայի գիտելիքների յուրօրինակ ստուգատես է։ Ինչքան ուսանող, այդքան բնավորություն, այդքան մտածելակերպ, այդքան էլ այդ ազատությունը ես ինձ համար ամենակարևորը, որ ամեն ուսանող իր եսը ցույց տա։ Ցուցահանդեսին երկար են պատրաստվել, սակայն ինչպես մասնագետն է նշում, այնպես են արել, որ դասերն էլ չտուժեն։ Իրար հետ կապ ենք պաշտպանում, էսքիզներ ենք ուղարկում, բերում են, կոնսուլտացիա ենք անում, այդպես արդեն ոնց որ ծնվում է այն աշխատանքը, որը որ ցուցադրելու է դառնում։ 4-րդ կուրսեցի Թովմաս Ղուկասյանն ընդգծում է, ցուցահանդեսը լավագույն միջոցն է քոլեջում ստացած գիտելիքները ներկայացնելու համար։ Ես շատ եմ սիրում այս առարկան ու հետաքրքրված լինելով նաև ճարտարապետությամբ եւ ապագայում պատկերացնելով ինձ որպես այդ ուղղության կրող, մեծ ողջավորությամբ եմ սկսել աշխատել իմ նկարների վրա, որտեղ նույնպես նույն ծավալայնությունը, նույն տարածականությունը կա։ Էլեն Մայիլյանը դիզայնի 2-րդ կուրսում է սովորում, այս գործի վրա սկսել է աշխատել դեռ առաջին կուրսից։ Միայն դրական կարծիքներ է լսել, ուրախ է, որ ստացվել է։ Պահպանել հեռանկարի կանոնները։ Միակ պահանջը դա է լինում։ Ես որպես մասնակից իրականում կազմակերպչական աշխատանքներին եմ նաև մասնակցել եւ ուզում եմ ասել, որ բոլոր գործերն էլ հենց այդ առումով շատ ազատ են եղել։ Աշխատանքները ստեղծելիս ուսանողները կիրառել են հիմնականում բնական նյութեր՝ փայտ, քար, կավիճ եւ այլն, այդ կերպ նաեւ ընդգծելով մարդու եւ բնության սերտ փոխհարաբերությունը։ Յուրա Վահանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։